Նաև մեկ գեղեցիկ կոմենտ մը, որը գուզեմ ցես հետ կիսել, Նայրա Հովանեսյանը գսե դեր այժմ ժողովուրդը վիրավորված չի, քանի որ գիտեն, որ իսկապես դքեդ են։ Ախր այդպիսի հարյուրավոր մարդկանց եմ ճանաչում, գսե, որ դարական հոգևոր բաներ չգիտեն ու չեն էլ ցանկանում իմանալ։ Հոդը չի վիրավորվում, քանի որ իրանք լավ գիտեն, որ իսկապես հոգևոր դքիդության մեջ են ապրում։ Իրավիճակի շատ ճիշտ գնահատական ա տվել Սրբազանը Տեր Արմեն ջան։ Սիրելի Նայրա, ձեր բարձ եւ ուղիղ խոսքը արժանապատվորեն եմ ընդունում։ Դուք գրում եք մի իրականության մասին, որը բոլորիս ծանոթ է։ Այո, մեր ժողովրդի մեջ կան շատեր, ովքեր դարական հոգևոր գիտելիք չունեն, եւ ցավն այն է, որ շատերը նույնիսկ չեն ցանկանում իմանալ։ Այս մասին մենք բոլորս կարող ենք վկայել, բայց թույլ տվեք սիրով մի տարբերակ սփռեմ ձեզ հետ։ Խրատ դալը եւ վիդակ կպցնելը տարբեր բաներ են։ Երբ հովիվը խրատում է սիրով եւ մեղմությամբ, ժողովուրդը բացվում է։ Երբ հովիվը ամբիոնից ասում է massայական դկետներ, խայտարակ, մարդնչող դկիդություն, այն ժամանակ նույնիսկ խոնար եւ ապաշխարող մարդն էլ կարող է իրեն ստորացված զգալ։ Ես չեմ ասել, թե ժողովուրդը կատարյալ է, բայց պիտի ասեմ, որ իրավացի լինելը չի ազատում մեզ հովիվներից սիրով խոսելու պարտականությունից։ Քրիստոս ինք միշտ ճշմարտությունն էր ասում, բայց երբեք վերից նայող տոնով չէր։ Եվ մի կարևոր տարբերություն է։ Երբ դուք մեկին ասեք, դու չգիտես, ես կօգնեմ քեզ, դա հովություն է, բայց երբ ասում ես դու դքեդ ես եւ ես միակ իմացողն եմ, դա այլ բան է։ Այս տարբերությունն է, որ ես փորձել եմ պաշտպանել ոչ ընդդեմ Սրբազանի անձի, այլ ընդդեմ տոնի, ոճի եւ վերաբերմունքի։ Ձեր ցայնը հարգեցի եւ վստահ եղեք իմ ցայնը ոչ թե ձեզ դեմ է, այլ սիրով լցված գործ սրդերը չփակելու համար։ Ամեն։